Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ մեծ հաճույքով սովորականի պես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այս ժամին մեզ հետ են մեր կողքին եւ դիտում են մեր հերթական թողարկումը։ Մեր ծրագրում ամեն անգամ երբ նոր հյուր ենք ունենում, մենք առանձին այսպես բարձր տրամադրությամբ կարելի է ասել մեծ ցանկությամբ ենք ներկայացնում այդ հյուրին, քանի որ մեզ համար հյուրը շատ կարևոր է։ Մանավանդ այն հյուրը, որը պատրաստ է բաց խոսքին, պատրաստ է անկեղծ զրույցի։ Եվ այսօր այդ առումով մեր բախտը կարելի ասել բերել է մի շատ հետաքրքիր անձնավորություն, մենք վաղուց չենք հանդիպել, գրեթե 1 տարուց ավելի հայ, երևի 2 տարուց անգամ ինձ հուշում են, որ մենք չենք հանդիպել, Ներսես Վիրաբյանն է, բարև ձեզ։ Ազգային սոցիալական արդարություն հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, հասարակական հանրային գործիչ, մասնագիտությամբ բժիշկ, ամենակարևորը։ Բժիշկ եւ տնտեսագետ։ Եվ տնտեսագետ։ Պարոն Վիրաբյան, վաղուց չեք եղել, դե արդեն 2 տարի Հայաստանում չէիք, այլապես իհարկե Հայաստանում էի, բայց հանգամանքներ գալիս եք, բայց չէինք հասցնում, որտեղ հիմնական գործը ձեր երևի Մոսկվայում, չգիտեմ ինչ գործերի մեջ եք, հիմա մեզ մոտ այնքան հետաքրքիր զարգացումներ են գնում, թե երկրի վարչապետը կարող է հետաքրքրել մի խանութի փակման կամ բացման հարցով, անպայման մեր ձևով մի ձև գտեք խանութը փակեք, երևի այդ մեր ձևով շարժմանն են ընդօրինակում, ամեն մարդ իր ձևով մի բան ուզում է անել, այ քեզ հաջողություն, երկրի առաջին դեմ խանութ է փակում, եւ ասեմ այդ խանութը փակվել է, դուք տեղյակ եք։ Լսել եմ, ամենածիծաղելին գիտեք ինչ է, որ այդ մարդը փոխանակ մարդել ասում եմ, նա մարդկանց շարքերը երևի չպետք է լինի, այդ երևույթը փոխանակ զբաղվի պետականամետ ինչ-որ մի գործողությամբ, ընկած ստեղ ընդեղ պատատակերի խոսակցություններով, տարբեր տեսակի իր սիրած օդում կախված լուրերով երկիր է իբր թե կառավարում։ Ցավալի է եւ ես անկեղծորեն ցավակցում եմ այդ խանութի տերերին, որովհետեւ դե չմոռանանք, որ ախր այս սուբյեկտը դեռ իր իշխանության գալու առաջին օրերին մի պետական պաշտոնյայի հանեց աշխատանքից, ինչա թե դրոշը ճիշտ չի դրված։ Խնդրում եմ վերհիշենք, եթե մարդը ընդունակ է այդպիսի ճղճիմ գործողությունների, արդյունքն էլ է սա։ Դրոշը ճիշտ չէր դրած ու ինչ որ տեղ չէ, մի անկյուն էր դրած, հաջորդն էլ արդեն խանութի փակելն է։ Դուրս չես գալիս փողոցում, այս կողմով չպետք է քայլես։ Նրա հոգեբանությունն է, մարդը հոգեկան հիվանդ է, ինչ եք ուզում։ Դուք խնդրում եմ ուշադիր եղեք ձեր խոսքի մեջ, որտեղ կարող է ձեր մուտքն էլ փակել Հայաստանը։ Կարող են, ոչինչ, մուտքը փակեն, երկ կգտնենք, մուտքի ճանապարհ կգտնենք։ Եվ մի բան էլ ասեմ, այս վերջին իրադարձությունները, դե Հայաստանում թատերական կյանքը, որտեղ սա ուրիշ ոչինչ չի, քան թատրոն, թատերական կյանքը դառավ համաշխարհային մի ավելի նոր մակարդակի բարձրացած թատրոն։ Այսպիսի թատրոն ոչ մի երկիր չունի։ Այսպիսի ծաղրուծանակ ժողովրդի նկատմամբ, քաղաքացիների նկատմամբ, պետության շահերի նկատմամբ ոչ միտեղ չի կատարվում, ոչ միտեղ չկա։ Պարոն Վիրաբյան, մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական համաժողովը եւ այնտեղ մեր երկրի առաջին դեմքի ելույթը ինձ հիշեցրեց խորհրդային տարիների, այն ոսկե տարիներին, երբ ցանկացած հանրապետության ղեկավար խոսում էր, ես գտնում եմ, որ մեր գլխավոր քարտուղարը ընկեր Խրուշչովը, ընկեր Բրեժնևը, ընկեր Գորբաչովը այդպես շարունակ, այսպես ասել է եւ մենք անելու ենք։ Սա էլ հանկարծ ելույթ եմ ասում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին, որ իր տարածքով թույլ տվեց, որ մենք բենզին ներկայենք, եւ չեմ խոսում հացատիկ մյուս բան։ Սա ես չգիտեմ։ Այլ սրանից հայտարարակ բան կարող եք պատկերացնել։ Պատկերացնել չեմ կարող, բայց համոզված եմ, որ իր հիվանդ ուղեղը
էլ ավելի խայտարակ բաների ընդունակա մտքերի, գաղափարների, գործողությունների։ Ցավալի է, ինչ ասես։ Լավ, սա ունանցրենք եկեղեցի իշխանություն հակամարտությանը, սրա մասին ինչ կարող եք ասել։ Եկեղեցին ըստ սահմանադրության անջատ է պետությունից։ Առաջին կարևոր պոստուլատը։ Եկեղեցու առաջին դեմքը ընտրվում է համաժողովրդական ժողովի արդյունքում եւ դա ցմահ կոչում է, ցմահ պաշտոն է, այսպես ասենք։ Ոչ ոք, չէ, անելու իրավունք կա, եթե եպիսկոպոսների ժողովը հավաքվի եւ այդ մարդը այնպիսի հանցագործություններ արած լինի, որ գտնեն կղերականությունը, ոչ թե աշխարհիկ մարդիկ, գտնեն, որ կաթողիկոսը չի արդարացրել իրեն, նրանք կքվեարկեն, փակ գաղտնի քվեարկությամբ դա արվում եւ կհանեն գործ, այսպես ասած։ Բայց Նիկոլ, դու ով ես, որ քիթդ խոցում ես եկեղեցու գործերի մեջ։ Դու ինչ իրավունք ունես, նա իրավունք չունի, որ դե նա ամեն տեղ էլ քիթը խոթում է, որտեղ իրավունք չունի։ Եթե կգնա ինչ որ մեկի սեփականություն հանդիսացող խանութը փակել կտա, կարծում եմ թե այս եկեղեցին էլ նույն այդ խանութը փակելն է։ Ամոթ է։ Բայց սա ունի շատ կարևոր այսպես ասած նախապատմություն, քանի որ պարոն Նիկոլը հանդիսանում է մի շարք տարբեր երկրների գործակալ, մի երկրի չէ, մի շարք երկրների գործակալ, ընդ որում ինքը մեծ հաճույք է ստանում անընդհատ ավելացնել այդ երկրների քանակը, որտեղ նա կարող է որպես գործակալ ընդունվել։ Աղմուկ աղաղակ էին բարձրացրել Ռուսաստանի դեմ, ռուսները սենց, ռուսները նենց, Պուտինը նենց, բայց առիթը բաց չի թողնում գնալ Մոսկվա եւ իր հավատարմությունը հայտնել պարոն Պուտինին։ Առիթը բաց չի թողնում գնալ Եվրոպա եւ պատտվել բոլոր մեծ ու փոքր եվրոպական երկրներում եւ բոլորի առաջ գլուխը խոնարհել, ընդունել ողորմելի վասալի տեսք։ Դե էս է այս մարդը բնավորությունը, ինչ անես։ Դուք ապայի երկրների խորհրդակցության այդ ոչ պաշտոնական խորհրդակցության մասին եք ասում, բայց մի շաբաթ առաջ էր երևի, երբ որ Միշուստինի մոտ նոր տեխնիկական միջոցների եւ այլնի այդ համաժողով էր, նոր ուղղությունների եւ այլն, եւ ինչ-որ այսպիսի այս չափերի ինչ-որ մի ապարատ էին բերել, Միշուստինին ցույց տվեցին այդ երիտասարդները, որոնք զբաղվում են նոր գիտությամբ եւ առաջ տանով։ Միշուստինը դե կողքը նստած էր Նիկոլը, Միշուստինը այս գործիքը տվեց, որ սա էլ ծանոթանա, դուք մենակ տեսնեիք Նիկոլի դեմքի արտահայտությունը, ձեռքի շարժումները, այն որ ասում են обезьяна с гранатой, կապիկը ձեռքին նռնակ, այս մարդը այդ տեսքն էր, այսպիսի հայացքով էր նայում Սիցերանում ծաղրուծանակ, եւ հատուկ էին սա նկարել, հատուկ էին այդ կադրերը ցույց տալիս, որ տեսեք, թե ով է ձեր ղեկավարը, ով է ձեր պարտնյորը, ահավոր էր։ Հենց որ դրանից հետո Ալիևին շնորհակալություն հայտնելը դա շատ թեթև անցած գնացած երևույթ էր։ Այդ որով շնորհակալություն հայտնեցին անասնակեր բերելու համար եւ գրզոյի բենզինի բիզնեսը, որը միշտ էլ եղել է եւ էլի նույն Ադրբեջանից բենզինը բերում էր, ընդ որում Ադրբեջանը բենզին չի արտադրում։ Ադրբեջանը արտահանում է նավթ, հում նավթ եւ նավթամշակման, վերամշակման գործարան չունի եւ բենզինը, որը նավթի կրեկինգի արդյունք է, բենզինը նա ներկրում է ուրիշ երկրներից։ Հենց որ հիմա Ադրբեջանի բենզինը ո՞րն էր, այդպես հասկացողություն չկա։ Դե ես չգիտեմ, խորհրդային տարիներին դուք հիշում եք, չէ՞, ոնց էին ասենք ամեն մի ղեկավար հանրապետական որևիցե, ասենք հանրապետության անպայման գլխավոր քարտուղարի խոսքերը պետք է մեջ բերեր։ Դարագոյ Լեոնիդ Իլիչին բոլորս ենք հիշում, էլի։ Չգիտեմ, էլի մարդ ինքնասիրությունը ուրիշ բան է, գիտես։ Դե ինքնասիրությունը նա չունի, ունենար այսօր ինչ էին կլինի։
Մենք այսօրին չէինք լինի։ Դիտավորյալ են անում, չեմ հասկանում։ Սա նախապես մշակված լուրջ ծրագիր է։ Եկեղեցու դեմ այդ հարձակումները դա նպատակ ունեն հայ առաքելական եկեղեցու դերը եւ տեղը քրիստոնյա աշխարհում ստորացնելու, վերացնելու նպատակով եւ շատ պարզ հասկանալի է, որ եկեղեցու գոյությունը դա ապահովում է Հայաստան պետության գոյությունը։ Եթե եկեղեցին չլինի, եթե եկեղեցին ենթարկեն իրենց դրածոներին, Հայաստան պետություն քարտեզի վրայից ջնջվի չի լինի։ Սա ամբողջ նպատակը դրա հիմքում թիկունքում այդ գործողության կանգնած են մի 6-ը Վատիկանը եւ Էրդողանը, որը արդեն նույնիսկ թուրքական մամուլում տարածվել են, որ Էրդողանը պատրաստել է Սահակաչեկ, արդեն պատրիարքին բերել նստացնել կաթողիկոսի գահարանում, ընդ որում, ըստ իրենց երկրի օրենքների, հայ պատրիարքը պիտի լինի Թուրքիայի քաղաքացի, եւ այդպիսին էլ է։ Մաշալյանը ինչան է։ Մեզ ջերիկում միայն Թուրքիայի քաղաքացի վեհապար ունենալը։ Պատկերը ամբողջական գտա։ Նիկոլի նպատակը այս գործողությունը հասցնել իր տրամաբանական ավարտին, բերել Թուրքիայի քաղաքացուն նստացնել վեհարանում։ Դա է։ Միաժամանակ, չգիտեմ դուք ուշադրություն դարձրեցիք, Նիկոլը մի օր ծրագրային երևի մի 10 օր առաջ էր հոդված էր գրել Facebook-ում էր ցույց տվել, որ հայ առաքելական եկեղեցին պիտի լինի թափանցիկ իր գործունեության մեջ, պիտի հաշվետվություն տա, պիտի իր ունեցվածքը ցույց դնի եւ այլն եւ այլն։ Այս ամբողջ կռիվը, այս ամբողջ աղմուկ աղաղակը, այս հիստերիկան, դա պարզապես նյութական հիմքեր եւ նյութական նպատակներ ունի, որպեսզի կարողանան մեր ազգային հարստությունները, որոնք ենթարկվում են եւ գտնվում են եկեղեցու տնօրինության տակ, ձեռքից առնել եւ ենթարկել իրենց եւ այսինքն թալանել, ուտել եւ վերջ։ Դուք նկատեցիք, որ այս շաբաթ կիրակի երբ Փաշինյանը գտնում էր Սանկտ Պետերբուրգում, ինչ խաղաղ անցան պատարակները, բոլոր եկեղեցիներում, ամեն ինչ լավ, կարծես այն փոբո չկար, որ մի շաբաթ առաջ էր։ Դե խառնակիչը չկար, դրա համար էլ չկար, ինչ եք ուզում։ Բալդին հիշում եք Տերտերն ու իր բալդի ծառան, որ ասում է գնաց նստեց ծովի կողքը, թոկը գցեց եւ սկսեց խառնել ամբողջ ծովը, սատանաները դուրս եկան, ինչ ես մեզնից ուզում։ Հիմա բալդին իր թոկով գտնվում էր բանում Սանկտ Պետերբուրգում, նախկին Լենինգրադում, դրա համար էլ ոչ մի սատանա իր համար հանգիստ նստած ոչ ոք դուրս չէր գալիս։ Ինչ եք կարծում, այս կռիվը դեռ երկար է շարունակվելու, եկեղեցի պետություն։ Եկեղեցին ես 100%-անոց ինֆորմացիա ունեմ, որ կաթողիկոսը իր հոժարկամքով երբեք չի գնալու։ Դա ասվել է եւ իր կողմից էլ է ասվել որոշակի շրջապատներում։ Այսինքն, համի կարևոր բան ասեմ, նախկին եկեղեցական հիերարխներից մեկը խոսքի մեջ ասեց ամենածիծաղելին այն է, որ երկու կողմի թիկունքում կանգնած են նույն ռուսերեն բառ կա կուկլավոդներ, նույն մարդիկ, որովհետև Նիկոլին եւ կաթողիկոսին վարում են նույն անձնավորությունները, նույն շարժումները։ Մեկին ասում են դու պիտի նրան հանես, այնուսին ասում են դու չպիտի դուրս գաս։ Էսա, եղած չեղածը սա է։ Մի խոսքով առաջը ջուր, հետևը սուր։ Հա, հիմա կաթողիկոսը իր հոժարկամքով չի գնա, կաթողիկոսին հեռացնելու միակ ճանապարհը ըստ կանոնադրության եկեղեցական դա եպիսկոպոսների մեծ խորհուրդ հրավիրելն է։ Ով պիտի հրավիրի կաթողիկոսը։ Հոգևոր ազգային խորհուրդը, այո։ Հա, կաթողիկոսը խորհուրդ չի հրավիրի, որպեսզի իրեն չհանեն կամ հանեն։ Նենց որ այդ թեման հաշվեք փակված է։ Նիկոլը ամուկ աղաղակելի կբարձրացնի, չգիտեմ վերադարձել է արտասահմանից թե ոչ,
ուրեմն սպասեք ես, եթե երադարձել է, սպասեք ես դիմացի հանգստյան օրերին հերթական ճամարտակությունները եւ խառնական ներկայացմանը։ Գիտեք, շատերը չեն հասկանում, կրկես վաղուց գնացել է, ծաղրացուները մնացել են եւ հայտարարակ վիճակ է։ Բավոց։ Ինչ ասես։ Դե եթե հետո ամենակարևորը մի բան ասեմ, հрьяաները մեր պատմական թշնամիները հрьяաները ունեին մի հանճարեղ պրեմիեր մինիստր կին Գոլդա Մեյերը սա ուրեմն շատ հետաքրքիր մտքեր է ասել այդ թվում նաև այդ գաղափարների մեջ որ եթե ցանկանում եք որ ձեր երկիր մարդիկ գան, այլ չգնան երկրից եւ երկրից դուրս գան միայն հանգստի եւ էքսկուրսիաների նպատակով, որոնք այնպիսի պայմաններ ստեղծեք ձեր երիտասարդության եւ ազգաբնակչության համար, որ նրանք իրենց լավ զգան իրենց հայրենիքում։ Եվ երբ որ Իսրայել պետությունը ստեղծվել էր ընդամենը 600,000 բնակիչ կար այնտեղ, հիմա 10 միլիոնի չափ են։ Տեսեք տարբերությունը։ Ես լավ հիշում եմ դեռ եթե չեմ սխալվում մոտ 10 տարի առաջ էր Սերժ Սարգսյանը հայտարարեց որ 2026 թվականից մինչև 2030 թվականը Հայաստանում պիտի ապրի 4.5-ից 5 միլիոն մարդ։ Այո։ Հայաստանում հիմա ռեալ ապրում են ենթադրյալ 1.600.000, 1.700.000, էդ էլ դրան էլ չեմ հավատում, որովհետև ամեն աստծու օր մարդիկ գնում են։ Նույնիսկ ստեղ աշխատանք ունեցող, ապրուստ ունեցող մարդիկ էլի զզվել տոնում գնում են։ Պարոն Վիրաբյան, դե քանի որ դուք եւ այստեղ եկեք Մոսկվայում եկեք անընդհատ այսպես ճամփորդում եք, հետաքրքիր է որ այ Ռուսաստանի հայկական համայնքը ինչ վերաբերմունք ունի այս ամենին։ Ռուսաստանի հայ համայնքը իր գործն անում, իր գլուխն է պահում։ Նրանք շատ-շատերը կան, որոնք կուրացած են, ինչպես Սփյուռքի տարբեր այլ երկրների հայերը Նիկոլով հմայված էին եւ շարունակում են դա հմայված մնալ, Ռուսաստանում էլ այդպիսի մարդիկ կան, բայց քանի որ Ռուսաստանի եւ Հայաստանի անմիջական կապը շատ ավելի լայնածավալ է եւ ավելի մասշտաբային է եւ ավելի մշտական է, իհարկե ստեղի եղած ինչ նորույթներ, ճակերտավոր նորույթներ քաղաքականության մեջ կան, անմիջապես ազդում է Ռուսաստանի հայերի վրա։ Եվ խնդրում եմ չմոռանալ, որ Ռուսաստանը օր-օրի վրա ելնելով այս պատերազմական վիճակից սարսափելի համակարգ է, դիկտատորական համակարգ է ստեղծված, ուժայինները չափազանց մեծ իրավունքներ են ձեռք բերել եւ դա առաջին հերթին ջարդվում է օտարերկրյա քաղաքացիների վրա, ովքեր գտնվում են այդ երկրում, այդ թվում նաեւ մեր հայերի վրա։ Ճիշտ է, հիմա մի քիչ այդքան երևացող չի, որովհետեւ ուշադրությունը շեղվել է ինչ որ չափով ադրբեջանցիների վրա եւ ինչ որ չափով Միջին Ասիայից եկածների, որտեղ ամեն անգամ տարբեր տեսակի հանցագործություններ են կատարվում, որը շատ ռեզոնանսային այտենց ռեակցիա է տրվում բնակչության կողմից։ Բայց հայերի կյանքն էլ մի կյանք չի։ Ձեզ մի առակ ասեմ, երբ որ աղվեսը մտնում է հավաբուն, բռնում են, փախչում է, շները հարցակվում են հետևից, ամբողջ գյուղի շները բռնում են, բզկտում են, մի կերպ մազապուր ծեղած, առնախ հասնում է իրեն գցում է անտառը, դիմացից գալիս է գայլը։ Հա, ասում է, աղվես ախպեր, ես ինչ վիճակում ես, ես ինչ ա պատահել։ Ասում է, վիճակս վիճակ չի, բայց տնվորից ու տնփեսայից ավելի լավ վիճակում եմ։ Հիմա մենք հայերս Ռուսաստանում գտնվում ենք տնվորի ստատուսով, բայց ինչ պիտի լինի մեր վիճակը։
մեր ապագան, դրսում բնակվող բոլոր հայերի ապագան, ես դրսում բնակվող հայ չեմ, ես ստեղ եմ ապրում, ուղղակի հաճախ գնում եմ գալիս եմ։ Դրսում բնակվող հայերի ճանապարհը միայն դեպի Հայաստան, մասնավորապես այն հայերի, որոնք այստեղ ծնվել են, մեծացել են, այստեղ կրթություն են ստացել, մեր սովետական Հայաստանի կրթությունը լավագույնն էր եւ սովետական ժամանակաշրջանը դա Հայաստանի ոսկե դարն էր, ով ինչ ուզում է ասի, ինչքան այդ խառնակիչները ափեղ-ծփեղ կխոսեն սովետական Հայաստանի մասին, ոչ մի երկիր չկա, որ ինչ որ խնդիրներ չունենա, դա նորմալ երևույթ է, բայց այն զարթոնքը, այն զարգացումը, որ ապրեց Հայաստանը խորհրդային տարիներին, այլևս երբեք չի լինի, Աստված տա դրա ինչ որ մասը վերադառնա, որ ժողովուրդը իրեն լավ զգա։ Եվ հետո ամենակարևորը աշխատել է պետք, ոչ ոք չի ուզում աշխատել։ Ոչ ոք չի ուզում աշխատել։ Աղմուկ աղաղակ են բարձրացնում հնդիկները, պակիստանցիները, ես իմ ստեղից, ընդեղից եկել են մեր գործը խլում, արա գնացեք դուք աշխատեք, թող նրանք էլ չգան։ Բայց ոչ ոք չի գնա այդ հնդիկի նման այդ սևագործ բանվորություն անի։ Իրենց Եվ մի ցավոտ հարց իհարկե, ես գիտեմ, թե որքան մտահոգված եք, Արցախի կորուստը ինչպես ընդունեցին այնտեղ։ Արցախի կորուստը ունի մի քանի այսպես ասած ասպեկտներ։ Առաջինը, որ հիմնական մասան այն չարքաշ, տանջված արցախցի հայերը, որոնք տնից տեղից կտրվեցին, դրանց ցավը, դրանց հոգսը բոլորի մոտ ուսներին նստած է։ Մոսկվայում շատ բացասական են վերաբերում Բաքվում այդ դատավարությանը, Արցախի ղեկավարների, ընդ որում այն կտրվածքով, որ նրանք գնացել թաքնվել են Բաքվի բանտում, որ արցախցիները իրենց վիզը չկտրեն։ Արցախի ղեկավարները փախել են Արցախից, Արցախը տվեցին, գնացին եւ հիմա թաքնվել են Բաքվի բանտում, որ արցախցիները իրենց հետ հաշվեհարդար չտեսնեն, որովհետեւ երկու օրվա մեջ այս մարդկանց բանով չէր, դա կազմակերպված եւ հրահանգավորված քայլ էր, որ այդ 110,000 մարդը հավաքվեցին եւ վերու բարխանով, այսպես ասած, եկան Հայաստան։ Հիմա էլ դռներ ընկած չեն իմանում ինչ անեն, ուր գնան։ Մոսկվայում էլ, ես ընդեղից ասենք ինֆորմացիան բերում եմ, Մոսկվայում էլ նույն ձևի վերաբերում են արցախցիների այդ դժբախտությանը եւ Արցախի ղեկավարների դավաճանությանը։ Արցախի ղեկավարները չեմ ուզում խորանալ, որովհետեւ դա երևի մեր խոսակցության թեման չի, իրենք դավաճանեցին, իրենք իրենց պապերի գերեզմաններին, իրենց հողին եւ իրենց հայրենակիցներին։ Շատ տխուր փաստեր եք մեզ։ Դե այդ է, ինչ կարող եմ ասել։ Աշխատելա պետք։ Լավ, հրաժեշտից առաջ մի լավ ոգևորող մի բան ասեք, որտեղ մեր ունկնդիրը ուզում է մի լավ բան տեսնել։ Ոգևորող բան, ես ձեզ հետ միասին մի 2 տարի առաջ հաղորդում պատրաստեցինք, որտեղ ասում էի պիտի գա ղեկավար ուժեղ կամային, որը կցավի Հայաստան պետության հոգսով։ Հայաստանում պիտի լինի ղեկավարը Հայաստանում ծնված մեծացած, Հայաստանում կրթություն ստացած եւ Հայաստանի հողի մեջ մինչեւ ես իմ 7 մետր արմատներ գցած, խոսքի օրինակ արտահայտությունն է տես, անձնավորություն, տեղացի անձնավորություն։ Մեր դժբախտությունն է, որ Հայաստանի կառավարիչները ոչ ոք հայաստանցի չեն։ Լևոն Տեր-Պետրոսյանը ջհուդի փեսա, Ռոբիկ Սերժիկը ադրբեջանական կրթություն ստացած ադրբեջանի քաղաքացիներ, ինչքան էլ հետո պասպորտ են սարքում, դա չի նշանակում։ Սրանց ամբողջ նպատակը եղել է ադրբեջանական իրենց
Միութենական հանրապետություն ինչ պաշտոնների հասնել եւ հետո եկել հոպ եկան նստեցին Հայաստան եւ սկսեցին թալանել մեր բյուջեն։ Իսկ այս խելագարներ սրա տեղը գժանոցն է։ Այս մարդուն պիտի Ամերիկայում յուրաքանչյուր ղեկավարի ընտրություններից առաջ պարտադիր ծանր բժշկական քննության են ենթարկում։ Եվ դա այդ տվյալները հրապարակվում են։ Միած սրան վերցրեք հələ բանալեք, էքսպերտիզա արեք։ Դուք դա ասում եք որպես բժիշկ։ Այո, որպես բժիշկ։ Ես նա դիագնոզն էլ կարող եմ ասել։ Շիզոֆրենիա ազգի երկատման ձևով եւ մանիակալ դեպրեսիվ սինդրոմ։ Թող բաները հոգեբուժները գան իրեն տանեն քննության եւ այդ դիագնոզը կհաստատեն։ Եվ շնորհակալ եմ, պարոն Վիրաբյան, դե հաջորդ վերադարձին, եթե ձեզ թողնեն Հայաստան մուտք գործեք, հյուրընկալվեք մեզ մոտ։ Երկու բառել են ճիպոտահարության մասին խոսել։ Ասում է Հայաստանում ստեղծվել է ճիպոտահարների մի խմբակ, գիտեք չէ՞ իմա։ Ամենածիծը, դա գիտեք դրա ինչն է պատճառը, որտեղ Հայաստանում չկա ղեկավարություն եւ Հայաստանում չկա օրենք, չի գործում օրենքը եւ չկա համապատասխան կառուցվածք պետական, որ այդ բանը ռեժիսորը որ ասում էր ամբախ-զամբախ խոսող, որ ամեն մի ամբախ-զամբախ խոսող վերկենա առաջարկի ճիպոտահարանել, եսիմ փայտերով ծեծել, դա միջնադար չի։ Եթե դու ուզում ես որ փայտերով ծեծեն, գիտես ինչ կա։ Ինձ թվում է այս մարդը բաներ անում, մտածում էր դրանով ավելի թեթևացնի բանի սրբազանի վիճակը, ոչ թե 2 տարի նստի, այլ մի 10 փետ կամակին տան եւ ուղարկեն տուն, բայց այդպես չի լինում։ Մենք ի վերջո քաղաքակիրթ երկիր ենք։ Համենայն դեպս եղել ենք քաղաքակիրթ երկիր։ Ինչքան էլ հիմա դարձրել են մեզ արևելյան մի ծակուր, բայց էլի մենք մեր քաղաքակրթությունը դեռ պահում ենք։ Ցավոք լլկված, ցավոք ստորացված, ցավոք շատ ցածր մակարդակի իջեցված, բայց էլի հայ ազգը ունի իր քաղաքակրթությունը։ Այսքան ասեմ։ Շնորհակալ եմ։ Հա, ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, մենք իսկապես շատ հետաքրքիր հյուր ունենք։ Ներսես Վիրաբյանը խոստացավ, որ հաջորդ անգամ երբ լինի Հայաստանում, չմոռանա, որ Փակ TV-ին իրենց սպասողներ կան։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։